Եվ հիշում եք մենք օրինակ վերեցինք երկու ծառաների մասին, իհարկե ճիշտ աստվածապաշտությունը իր մեջ պարունակում է նաև ծառայություն եւ եթե ես ճիշտ աստվածապաշտ եմ, ուրեմն ես ծառայող եմ, դա մել ես ուզում եմ որպեսզի մենք հիշենք, որ Աստված իր խոսքի մեջը մենք տվյալ դեպքում ներկայացրեցինք Մատթեոսի ավետարանը, այնտեղ տեսանք թե Աստված ինչպես է ներկայացնում երկու տեսակի ծառայողներ, մեկը բարի եւ հավատարիմ, մյուսը չար եւ ծույլ։ Եվ մենք հասկանում ենք, որ այսպիսի ծառայության մեջ գտնվելով ոչ ոք չի ուզում չար եւ ծույլ ծառայողի կարգավիճակի մեջ գտնվել, դրա համար հիշեցինք, որ շատ կարեւոր է, որպեսզի մարդը կարողանա Աստվածանից ստանալ այն կարևոր ուժն ու կարողությունը, որի միջոցով մարդը կարող է հաղթահարել իր մարմնավոր վիճակը եւ ստանալ այն ուրախությունը, որ նոր Աստվածանից է։ Եւ մենք մեջ բերեցինք Հովանու ավետարանը, ներողություն, Հովանու թուղթը, առաջի Հովանու թուղթը, որտեղ որ երկրորդ գլխի վերջի երկու համարը այսպես է հնչում։ Ընտրում եմ մի անգամ էլ լսենք, առաջի Հովանու երկրորդ գլուխ 28-29 համարները։ Первая Иоанна, 2 глава, 28-29 стихи։ Եվ հիմա որդյակներ, կացեք նրանում, որ երբ որ նա կհայտնվի, համարձակություն ունենանք եւ չամանչենք նրանից, նրա գալուստի ժամանակներում։ Եթե գիտենք, որ նա արդար է, կիմանանք, թե ամեն օր արդարություն է անում, նրանից է ծնված։ Հետաքրքիր է այնա, որ մեզ համար կարևոր է, որպեսզի մենք կարողանանք հասկանանք, որ Տերը երբ որ խոստացել է իր գալստյան համար, նա անպայման կգա։ Ոչ ոք կասկած չունի, որովհետև ելի մի անգամ հիշեցնում եմ, որ մենք ունենք օրինակ նրա առաջի գալստյանը։ Երբ որ Աստված խոսք տվեց, որ պետք է իր որդուն ուղարկի զոհաբերելու մարդկությանը համար զոհ դառնալու եւ նա իր ժամանակին, ինչպես Պողոս Արաքյալը ասում է, երբ որ ժամանակի լրումը եկավ, նա ուղարկեց իր որդին կնգանից ծնված։ Երբ որ կգա երկրորդ գալստի ժամանակի լրումը, այսինքն երբ որ երկրորդ գալստի համար որոշած ժամանակը կլրանա, Տերը անպայման կգա, բայց նորից եմ ասում, մենք պետք է հասկանանք, որ այդ գալու ժամանակ ամենակարևորը ինչն է, որ մեր կյանքի մեջ լինի փոփոխություն։ Ելի մի անգամ հիշեցնեմ անցյալ կիրակի օրը մեր ասած խոսքերից Եփեսացոց 4-րդ գլխի մեջ, տեսեք Տերը ինչպես է ներկայացնում իր առաքյալի միջոցով Եփեսացոց 4-րդ գլուխ 22-24 համարները։ Եփեսяным 4 глава 22-24 стихи։ Որ ձեզանից դուրս հանեք առաջի գնացքի պես եղող հին մարդը, շատ լսեցեք, որ խաբեբայության ցանկությունով ապականված է, եւ ձեր մտքի հոգով նորոգվեցեք եւ նոր մարդ հագեք, որ Աստծո պատկերի պես ստեղծված է, ճշմարտության, արդարությունով եւ սրբությունով։ Շատ կարևոր գաղափար, որ մեզ հնարավորություն է տալի, որ մենք մեր սպասողական վիճակը ճիշտ եղնի ու երբ որ Տերը կգա, մենք կարողանանք դիմավորել նրան ու նրա հետ միասին հավիտենական լինել։ Հետաքրքիրը ինչ է։ Հովհաննես Արաքյալը այստեղ այս երկու համարների մեջ մենք առաջի համարը, այդ 28 համարը մենք ներկայացրեցինք ինչպես սպասողական վիճակ, բայց մարդը որն ունի ցանկություն, փափակ, մեր ժողովրդական խոսքը, փափակ խոսքը, որն ցանկության հետ է կախված, երբ որ մարդը ունի ցանկություն, որ ինքը ուզում է Տիրոջը դիմավորել եւ ուզում է որպեսզի Տերը նրա հետ մենք Տիրոջ հետ լինենք հավիտենական, այդ փափակը իրականացնելու համար բավական չի միայն ցանկությունը։ Հասկանալի է, չէ՞, երբ որ ես նստած եմ ինչ-որ միտեղ ու իմ մեջ ցանկություն կա, օրինակի համար, այստեղ եմ նստած ու ցանկություն ունեմ դուրս գալ այս շինությունից։ Ինչա պետք ինձ համար։ Մենակ ցանկությունը բավական չի։ Ես պետք է ոտքի կանգնեմ,
մի քանի քայլ անեմ, որպեսզի կարողանամ դուրս գամ։ Ճիշտ է թե չէ։ Նստած տեղը ինչքան էլ ուզում ես ցանկություն ունեցի, դու չես կարող քո ցանկությունը իրականացնել։ Ու դու միշտ քո ցանկության մեջ կմնաս։ Այդպես էլ մեր ցանկությունը Տիրոջը դիմավորելու բավական չի միայն, որպեսզի մենք կարողանանք ուզել, որ Տիրոջը դիմավորել եւ Տիրոջ հետ միասին հավիտենական լինել։ Մեր կյանքի մեջ պետք է գործողություններ լինի եւ գործողությունը ինչպես միշտ ճշմարիտ աստվածապաշտության հետ է կախված, որն նորից մի անգամ կրկնում եմ, փոփոխության հետ է կախված։ Երբ որ մարդը իր կյանքի մեջ փոխված վիճակի մեջ է գտնում, հին մարդը դեն է գցում իր ամեն կեղտոտությունով, հագնում է նոր մարդ եւ սկսում է ճիշտ կյանքը։ Բայց մի կարևոր բան կա, որն ես ուզում եմ այսօր առանձնապես ձեր հետ խոսալ այդ արդարության մասին, որն շատ նշանակալի է մեզ բոլորիս համար։ Հիշենք մի կարևոր բան։ Այո, եթե մեր մեջ կա ցանկություն ու մեր մեջ կա գործողություն, ճշմարիտ աստվածապաշտության, մենք բոլորս լավ գիտենք, որ սատանան փնտրում է մարդկանց, ովքեր որ մենակ են, ովքեր որ ուզում են իրենք ճշմարիտ աստվածապաշտությունը մենակ տանել, փնտրում է ու մենք բոլորս լավ գիտենք, որ մենակ ոչինչ չեն կարող անել։ Դրա համար Աստված գիտենալով մեր թուլությունը, գիտենալով մեր այն վիճակը, որն որ մենք մենակ ոչինչ չեն կարող անել, ստեղծեց եկեղեցի։ Ու այդ եկեղեցու մեջ դրեց մարդկանց, որն որ միայն միասնության ժամանակ մենք կարող ենք հաղթել ու մենք կարող ենք հավիտենական ուրախության մեջ լինել։ Միայն այն ժամանակ, երբ որ եկեղեցում ոչ թե մենակ մեկ կամ երկու հոգի, այլ եկեղեցին միասին կռվում է, որպեսզի կարողանա հաղթող դուրս գա։ Այդ մենք բոլորս լավ գիտենք, որ Աստված մեզ հնարավորություն է տվել, որպեսզի մենք մեր կյանքի մեջ ունենանք ճիշտ ընթացք, մենք ունենք ամեն ինչ այսօր, առանձնապես այսօր, երբ որ այնքան հնարավորություններ կա։ Տեսեք, հետաքրքիր է, որ մի քանի տարի առաջ այսպիսի հնարավորություն չկար, որպեսզի մենք կարողանայինք կարդալ միջև անգամ, կամ երբ որ երգում ենք, երկհարաներով ենք երգում, երկհարաները հերիք չեր անում, բայց այսօր Աստված էդ էլ է տվել մեզի, որպեսզի մենք կարողանանք ավելի խորանալ ճշմարտության մեջ, մեզ տվել է հնարավորություն, որպեսզի մենք կարողանանք ճիշտ ընթացք ունենալ, մնում է մի բան, նորից եմ ասում, որ մենք պատերազմենք այդ ընթացքի համար, որ մենք կարողանանք ճիշտ ընթացք ունենալ եւ միասին կարողանանք գնանք մինչեւ հավիտենական կյանքը։ Առաջի Հովանու երկրորդ գլխի 28 համարը մեզ սпасելու մասին է գրել, ունդեղ հիշեցնում է մի կարևոր բան։ Մենք պետք է, տեսեք ինչ է ասում, նորից մի անգամ, որպեսզի մենք կարողանանք մտածենք դրա մասին, երկրորդ 28-րդ համարի մեջ է գրված, եւ մենք որտեղ կացեք նրանում, որովհետեւ երբ որ նա կհայտնվի, համարձակություն ունենանք եւ չամաչենք նրանից նրա գալուսի ժամանակում։ Երբ որ նա կհայտնվի, մենք համարձակություն ունենանք եւ չամաչենք նրանից։ Շատ կարեւոր բան է։ Բայց որպեսզի չամաչենք մենք նրան, ես ուզում եմ այսօր ձեզ հետ միասին 29-րդ համարը ուսումնասիրել, որպեսզի մենք մտածենք, նայենք մեր կյանքի մեջ, այո, կարող է պատահի մենք մեր մասին մտածում ենք, որ մենք ճշմարիտ աստվածապաշտության մեջ ենք գտնվում, ես նորից եմ ասում, աջ ու ձախ նայելը պետք չի, շատ անգամ մարդը ավելի ինքը իրան պետք է նայի, ինչպես քիչ առաջ մենք տեսանք առաջի Տիմոթեոսի թղթի մեջ, որ վնիկայ в себе, նայի քեզ եւ քո աստվածապաշտությունը ինչպիսին է, մենք պետք է հասկանանք մի կարևոր բան։ Ինչքանով ենք մենք ճանաչում մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Տեսեք, ելի մի անգամ ես ուզում եմ կարդալ 29-րդ համարը, առաջի Հովանու երկրորդ գլուխ 29 համարը, 1 Иоанна 2 глава 29 стих։ Եթե գիտենք, որ նա արդար է, կիմանանք, թե ամեն ով որ արդարություն է անում, նրանից է ծնված։ Եթե գիտենք, որ նա արդար է, գիտենք թե չէ, գիտեք ինչի եմ ասում, գիտենք թե չէ, որովհետև մենք բոլորս էլ լավ գիտենք, հիշում ենք երևի, առանձնապես Հռոմեացոց 3-րդ գլուխը, երբ որ Պողոս առաքյալը մարդկանց հիշեցնում է, որ ամբողջ երկրագնդի վրա արդար չկա, մեկն էլ չկա։
Ու դու գիտեք որ այդ գաղափարը մեջ վերում է արել Դավիթի Սաղմոսին, 14 Սաղմոսում, երբ որ Դավիթը նայելով իր կյանքը, իր շուրջը գտնվող մարդկանց կյանքը, եկավ այն եզրակացության, որ բարի անող չկա, ուրեմն ոչոք չկա։ Այսինքն մարդիկ ինքը ապրելով հրեա լինելով եւ հրեա ժողովրդի միջավայրում ապրելով ինքը տեսավ որ ինչքան էլ մարդիկ ջանք են անում բարի անող չկա Պողոս Արաքելը մի փոքր ավելի ուրիշ ձևի ասեց ու ասեց արդար չկա մեկն էլ չկա այսինքն մենք երբ որ Հիսուսին որպես արդար անձնավորության ներկայացնում ենք մենք հասկանում ենք որ Հիսուսը ոչ թե մարդ է Չէ որ Հիսուսը երբ որ ծնվեց նա մարդկանց ներկայացավ որպես մարդ, ոչ թե մարդ է, այլ Աստված։ Իհարկե, մենք հիմա դուք կարող եք ասեք, դու հիմա ինչի ես այդ բանը ասում, թե չէ որ մեր ուսմունքը, մեր եկեղեցում հաստատ վկայություն է տալի, որ Քրիստոսը Աստված է։ Համաձայն են։ Այո, կարող է մեր ուսմունքը ընդունի, որ Հիսուս Քրիստոսը Աստված է, բայց ես անձամբ նրան ինչպես եմ ընդունում։ Եթե ես միջև անգամ վկայեմ, որ ես Հիսուս Քրիստոսին ընդունում եմ որպես Աստված, որովհետև մարդը չի կարող, չէ, արդար լինել։ Աստղը միայն Աստված։ Հիսուսը եթե Աստված չի, ինչպես այստեղ գրված է, եթե գիտեք որ նա արդար է։ Եթե գիտեք որ նա արդար է, ուրեմն դուք պետք է համոզված գիտենաք որ նա Աստված է։ Գիտենք։ Այո, մենք միշտ ներկայացնում ենք Քրիստոսին որպես Աստված։ Բայց մի բան կա, խնդիր կա, որ ամեն մեկս նայենք մեր կյանքի մեջ։ Երբ որ մենք ընդունում ենք Հիսուս Քրիստոսին որպես Աստված, ու մենք էլ նրա որդիներն ենք, ինչքանով ենք մենք ենթարկվում նրա խոսքին։ Ժողովուրդ, հարցը նրանում չէ թե ես ինչ եմ ասում։ Քիչ առաջ եղբայրն էլ հիշեցրեց։ Մենք կարող ենք շատ բաներ վկայություն տալ, մեջ բերել Աստծո խոսքից, ասել որ այ գրված է, որովհետև տեղեր կա այնտեղ որ այնքան պարզ է գրված Հիսուսի աստվածության մասին, որ կասկած պետք է չեղնի։ Հիսուսը մեղքեր է ներում, ժողովուրդ։ Իսկ դա մենակ կարող էր Աստված անել։ Բայց միևնույն ժամանակ նորից եմ ասում, ես կարող եմ վկայել ու տեղեր ցույց տալ, բայց միևնույն ժամանակ ենթակա չլինեմ նրան, չհենթարկվեմ նրան, նրա կամքը լսելով սկսեմ ջոգել, թե որը անեմ, որը չէ։ Երբ որ ես այդպես եմ անում, արեք նայենք ամեն մեկս մեր կյանքին, նորից եմ ասում, ով ինչ է անում, թողենք մի կողմը եւ նայենք ամեն մեկս մեզ։ Մենք ունենք այստեղ գտնվելու ժամանակը, նորից հիշեցնում եմ, որ մարդիկ կան, որ շաբաթը մի անգամ են գալի, ոմանք երկու անգամ, ոմանք 3 անգամ միջև անգամ, երբ որ մենք գյուղեր ենք գնում այնտեղ քարոզելու, բայց գոնե մի անգամ գալով այստեղ մենք գալիս ենք այստեղ ենթարկվելով Տիրոջ խոսքին։ Բայց ինչքանով ենք մենք ենթարկում այնտեղ, որտեղ որ անցկացնում ենք մեր բոլոր ժամանակը, մենք դրանից է կախված թե ինչքանով մենք ունենք ենթարկված վիճակ, Աստծո հանդեպ ենթարկված վիճակ։ Երբ որ մենք նորից եմ կրկնում, երբ որ մենք մասամբ ենք ենթարկում Աստծուն, չաստիճնը, սա ճիշտ վիճակ չի, սա կեղծ աստվածապաշտություն է եւ մենք ինչքան էլ ասենք որ նա արդար է, մեր ասած արդարությունը միայն հիմնված է այն բանից ինչ որ կարդացել ենք, բայց ինքներս ինչքանով ենք ընդունում նրա արդարությունը, կախված է թե ինչքանով ենք մենք ենթական նրան։ Մենք ունենք մեծ օրինակ Իմ սիրելի քույր եղբայրներ, մեծ օրինակ, հրեա ժողովուրդը, որոնք որ միակ ժողովուրդն են, որոնք որ ունեն Աստված, կենթանի Աստված եւ նրա խոսքը։ Եվ դուք լավ գիտեք որ ինչ էլ որ գրված է Քրիստոսի մասին, սա միայն նոր ուխտում չի գրված։ Սկզբից գրված էր հին ուխտումը, ու այն հին ուխտի մարգարեության կատարումը կատարվեց Հիսուս Քրիստոսի ծնունդով, որոնց ներկայացված է նոր ուխտումը։ Բայց նայեք, երբ որ եկան մոգերը արևելքից անհավատ կռապաշտ մոգերը, որոնք որ Աստվածանից ստացել էին հայտնություն, որ Հրեաստանում ծնվել է հրեաների թագավորը, երբ որ եկան եւ հարցրեցին ուր է ծնված թագավորը, հիշում եք Մատթեոսի ավետարանում գրված էր ժողովուրդը շփոթվեցան։ Հետաքրքիր է,
հրեա ժողովուրդը, որն որ աստվածապաշտ էին, որն որ գիտեին Աստծո խոսքը, ու եկան այն մարդկանց մոտ, որոնք որ ճիշտ էլ սովորությունողներ էին, նրանք զարմացան, ու երբ որ Հերովդեսը հարցրեց, բա տենց բան գրված է, իրանք բերեցին Միքայի մարգարեության մեջ ասած խոսքերը բառ առ բառ, որն որ Ոտի մարդիկ ասեին, այս ինչ լավ եղավ, մենք մի քիչ երևի քնած էինք, մի քիչ դմբռված վիճակի մեջ էինք, այս հեթանոսները եկան մեզի զարթնցրեցին, հիմի ուրախանանք, որ մեզ համար ծնվել է փրկիչը, այտենց եղավ չէ, ընդհակառակը այնտեղ մարդիկ շփոթվեցան, չնայած գիտեին, որ ճիշտ այդպես է, գիտեին, որ փրկիչը պետք է Բեթլեհեմում ծնվեր, այտենց է գրված, բայց միևնույն է չընդունեցին նրան ու վերջում դուք գիտեք, թե ինչ արեցին, խաչեցին նրան, որպեսզի նրանից ազատվեին։ Բայց հետաքրքիրը գիտեք ինչ է, ես մի հատ օրինակով կարող եմ ասել Պողոս Արաքյալը, ժամանակին Սողոս անունով անձնավորություն, որն որ ապրում էր այս կյանքի մեջ ու գիտեր Քրիստոսին, որովհետև մի քիչ հետո մենք խոսենք, կկարդանք տեղը, որ երբ նա Դամասկոս էր գնում, նա հենց դրա համար էր գնում, որ վերացներ նրանց, ովքեր Քրիստոսի մասին վկայում էին։ Գիտեր են մարդուն, որ այդևի մարդ էր եղել, որն որ շատ իմաստուն էր, շատ մեծ գործեր էր անում ու այդ Քրիստոսի հետևորդներին բռնելու համար հատուկ արշավ էր անում, որպեսզի գնար եւ բռնեին նրան։ Տեսեք ինչ է ասում ինքը այդ Պողոս Արաքյալը, երբ որ դեռ միջև Պողոս դառնալը ինքը Սողոս էր, Գործ Արաքելոց 22-րդ գլխի 12-15 համարներում։ Ընտրում եմ ուշադիր լսեցեք այն վկայությունը, թե ինչպես Աստված նրան դարձի բերեց։ Գործ Արաքելոց 22-12-15 Ձիանի апостол 12 глава, 22 глава, 12-15 стихи. Եվ մի Անանիա մարդ, օրենքի համեմատ աստվածավախ, որ Դամասկոսում բնակվող բոլոր հրեաների բարի վկայություն ուներ, նա եկավ ինձ մոտ, Պողոսն է պատմում, կանգնեց եւ ասեց. Սաուղ եղբայր, վեր նայիր, եւ ես նույն ժամում վեր նայեցի դեպի նա, եւ նա ինձ ասեց. մեր հայրերի Աստվածը առաջուց քեզ ընտրեց, որ նրա կամքը ճանաչես, ուշադիր լսեցեք, եւ այն արդարին տեսնես, արդարին, այսինքն Հիսուսին տեսնես, եւ նրա բերանից ձայնը լսես։ Ունեք 15-րդ համար, որտեղ նրա համար վկա կլինես բոլոր մարդկանց առաջին, այն բաների համար, որ տեսար եւ լսեցիր։ Գիտեք, հիմի մենք կարող ենք ասենք, որ մենք արդարին ֆիզիկապես չենք տեսել։ Մենք չգիտենք Պողոս Արաքյալը ինչպես տեսավ։ Իր վկայության ժամանակ մենք գիտենք, որ ձայն լսեց, լույս եղավ, հիմի Հիսուսը որպես մարդ նրան ներկայացավ, թե չէ, այդպես կոնկրետ գրված չի։ Բայց մենք գիտենք, որ երբ որ Պողոս Արաքյալը գնում էր Դամասկոս, որպեսզի այդ նույն Քրիստոսի հետևորդներին բռներ, ինքը շատ լավ գիտեր Հիսուսին։ Այդքան մարդկանց պատմվածը, քարոզչությունը, գնում էր ուժեղ քարոզչություն, դուք գիտեք, Պետրոս Արաքյալը Հիսուսի համբարձումից հետո երկու անգամ մեծ քարոզներ տվեց, որտեղից որ 3000 կամ 5000 մարդիկ դարձան դեպի ճշմարտությունը։ Միանգամից պատկերացրեք 3000, հետո էլ միանգամից 5000 դարձան դեպի ճշմարտությունը, մկրտվեցին եւ դառան եկեղեցու անդամ։ Այս ամեն ինչը այս անձնավորության աչքի առաջ կար, բայց միևնույն է ինքը թողնելով այս ամենը ինչ որ տեսավ, այս հրաշքները ինչ որ լսում էր Քրիստոսի մասին, ինքը վերցրեց մի խումբ մարդ ու գնում էր Դամասկոս, որպեսզի նրան բռներ։ Բայց այսինքն նրա հետևորդներին բռներ, բայց ճանապարհին կատարվեցավ հրաշք, Գործ Արաքելոց 9-րդ գլուխը։ Խնդրում եմ ուշադիր լսեցեք, ես գիտեմ, որ բոլորը շատ լավ գիտեք այս տեղերը, բայց ես ուզում եմ մի անգամ էլ ձեզ հետ միասին անցկենալ այս գաղափարներով։ Գործ Արաքելոց 9-րդ գլուխ 3-ից սկսած։ Деяния апостолов 9 глава с 3 стиха начиная. Եվ նա գնալիս մոտեցավ Դամասկոսին, եւ հանկարծակի նրա 4 կողմը լույս փայլեց երկնքից։ Եվ նա գետին վրա ընկավ եւ մի ձայն լսեց, որ ասում էր նրան. Սաուղ, Սաուղ, ինչու ես ինձ հալածում։ Այն նայեք
իսկական դարձը ինչումն է կայանում։ Մենք չենք տեսել ֆիզիկապես, լույս չի եղել, ձայն չի լսվել, բայց մենք բոլորս էլ լսել ենք Քրիստոսի խոսքը։ Ու դրանից ենք եկել դեպի ճշմարտություն։ Մենք ինքներս մեզանով ոչինչ չի եղել։ Մեր եղբայր ունենք, անունը չեմ ուզում տալ, ինքը ասում է, ինձ ոչինչ չի ասել։ Ես ինքս գնացի գտա կախովկան ու այնտեղ ես մտա։ Բայց հետո երբ որ խոսում ենք իրար հետ միասին, ինքը ասում է, չէ, ինչ որ մեկը ինձ է ասեց, ինչ որ իր զոնկաճն է ասել, զոնկաճի ծանոթն է եղել, նա ասել է, որ ասենց տեղ կա, ու ես գնացի, տեսնում ես որ ասի, ինչ որ մեկը քեզի վկայել է։ Առանց վկայության դու որտեղից պետք է գիտենայր։ Այդ փոքր փողոցը, որտեղ որ այդ եկեղեցին գտնվում է։ Բայց միևնույն է վկայությունը կար, եւ վկայությունը հենց այն ձայնն էր, որ Քրիստոսը ասում է. Ինչ ես ինձ հալածում։ Միջև հիմա ինչի ես ինձ հակառակ։ Դարձի դեպի ու հետաքրքիր բան է, որ Պողոս Արաքյալը այն Սաուղի, որոնց հետո Պողոս դարավ, կյանքի մեջ կար այսպիսի գործողություն։ Յուրաքանչյուր հավատացյալ մարդ այսպիսի վիճակի մեջ պետք է լինի։ Նայեք ինչ է ասում։ Եվ նա ասեց. ով է Տեր։ Առաջի հարցը, որն որ միանգամից մարդը ընդունում է այդ դիմացի գտնվող ձայնի Տիրոջը, ով ես դու Տեր։ Եվ Տերը ասեց. եւ Հիսուսն եմ, ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես։ Դժվար է քեզ խթանին կացի տալ։ Եվ դողալով ու զահրուրելով ասեց. Տեր, ինչ ես ուզում որ ես անեմ։ Առաջինը, ով ես դու։ Այս հրաշքը, որն որ կատարվեց այն իմ կյանքի մեջ, որն որ ես գտա քեզի, որն որ դու ինձ այցելեցիր, ինձ անարժանից, որպեսզի ես հավիտենական կյանք ունենամ, դու ով ես։ Ես Տերն եմ։ Հետո երբ որ ես հասկանում եմ, որ այդ ձայնը Տիրոջ ձայնն է, կարող եմ ինչպես Պողոս Արաքյալը ասել, ինչ ես ուզում որ ես անեմ։ Գիտեք, երբ որ ես լսում եմ, որ ինչ որ մեկը Տեր է, որն որ ինձ ուզում է, որպեսզի ես խուսափեմ հավիտենական կորուստից, ամենացավալի վիճակից, ոչ թե այն հիվանդություններից, որն որ այսօր տարածված է, որ լսում ենք, էսա ռակ ունի, էսա եսիմ էլի ինչ ունի, երրորդը ինչ ունի, այլ ամենասարսափելի բանից, որն որ ամեն ինչից ավելի բարձր է, հավիտենական կորուստից։ Ու այդ անձը եկել է ինձ ուզում է դուրս բերել այդ վիճակից, որ ես դրա արժանի չեմ, միանգամից պետք է ասեմ, ինչ ես ուզում Տեր որ ես անեմ։ Ինչ չեմ արել իմ կյանքի մեջ որ ուզում եմ անել։ Հետաքրքիր է գիտեք, նորից եմ ասում, հրեա ազգը, որն որ այն ժամանակ միակ ազգն էր, որ կենթանի Աստծուն էր ծառայում, այդ հրեա ազգը ժամանակին ուներ Աստված եւ ուներ Աստծո օրենք, որն որ ըստ օրենքի առաջնորդությունով իրանք կարծում են, որ դրանով կարող են հավիտենական կյանք ունենան, բայց երբ որ եկավ ժամանակը ու Հիսուսը եկավ ու ինչ որ ժամանակ այստեղ էր գտնում, համարյա 3 տարի ու կես ծառայության մեջ էր գտնվում, մարդկանց քարոզում էր, ճշմարտությունը ներկայացնում էր, հին ուխտով էր ներկայացնում, այնտեղ նոր ուխտ չկա։ Եվ մարդիկ լսում էին այդ բանը, բայց շատերը հակառակվեցին, նրան խաչեցին։ Հիշում եք Պետրոս Արաքյալը, ելի եմ հիշեցնում նրա քարոզը, որն որ տվեց հնարավորություն շատ մարդկանց դարձի գալու։ Այն մարդկանց, որոնք որ գիտեին Հիսուսին, որոնք որ շատերը լսել էին, ավելի կասեմ, որոնք որ շատերը ստացել էին նրանից բժշկություն, վարդապետություն էին ստացել, այդ նույն Հիսուսին հակառակվելով Պետրոս Արաքյալի քարոզի ժամանակ, նայեք ինչ է ասում Պետրոս Արաքյալը Գործ Արաքելոց 3 գլխի 14 համարում։ Деяния апостолов 3 глава 14 стих. Եվ դուք այն սուրբին եւ արդարին ուրացաք եւ խնդրեցիք, որ մի մահապարտ մարդ շնորհեց ձեզ։ Ուրացաք։ Այ գիտեք նորից եմ ասում, միջև անգամ եթե մենք քրիստոնյա ենք, կարող ենք պարծենալ մեր կյանքով, ասելով, որ մենք ժամանակին տարիներ առաջ, երբ որ կոչ եղավ Աստվածանից, մենք ընդունեցինք Աստծո կոչը եւ դառանք քրիստոնյա, դառանք ճշմարիտ հավատացյալ, Աստված պաշտության մեջ են գտնում ճշմարիտ, արեք հարց տանք մեզի, ինչքանով ենք մենք ենթարկում Տիրոջը։ Ինչքանով Տերը մեզ համար իրականում Տեր է, ինչքանով նրա խոսքը մեզ համար օրենք է։
Ես չգիտեմ ձեր մասին ինչքան ամեն մեկս գիտենք մեր մասին։ Ոչ ոք մեզանից ավելի մեզ չգիտես, անցյալ անգամ ասեցի, այսօր էլ եմ կրկնում։ Ու մենք գիտենք, որտեղ ինչպես ենք ենթարկում Տիրոջը։ Ու ինչ տեղեր կա, որտեղ որ մենք կարող ենք չենթարկվել նրան։ Մտածելով որ դա անպայման չի կամ Տերը շատ է բարդացնում իր գործողությունը, այս մարդիկ, որոնք որ աստվածապաշտ էին, հրեա ժողովուրդ են, որոնք ուրիշներին բանի տեղ չէին դնում, ասելով որ նրանք ընդհանրապես կորստված մարդիկ են, հեթանոսներին вообще են շնի տեղ դնում, անասունների տեղ դնում, տեսեք այդ մարդիկ երբ որ լսեցին Պողոս Արաքյալի խոսքերը, ներողություն, Պետրոս Արաքյալի խոսքերը, ինչ եղավ նրանց կյանքի մեջ։ Գործ Արաքելոց 2-րդ գլխի 37-39 համարները։ Деяния апостолов 2 глава 37-39 стихи։ Երբ որ այս լսեցին, իրանց սրտերում զղջացին եւ ասեցին Պետրոսին եւ մյուս առաքյալներին. Ինչ անենք մարդիկ եղբայր։ Պետրոսը նրանց ասեց. ապաշխարեցեք եւ ձեզանից ամեն մեկը թող մկրտվի Հիսուս Քրիստոսի անունով, մեղքերի թողության համար եւ Սուրբ Հոգու պարգևը կընդունեք։ Որտեղ ձեզ եւ ձեր որդկանց համար է այս խոստմունքը եւ այն ամեն հերավորների համար, որոնց մեր Տեր Աստված կանչե։ Գիտեք, երբ որ մենք մի անգամ քարոզների ժամանակ լսում ենք ինչ-որ մի հատ գաղափար, որը քննություն ենթարկելով մեր կյանքի մեջ, տեսնում ենք, որ ինչ-որ միտեղ մենք ենթակա չենք Տիրոջը։ Ինչ-որ միտեղ խախտում ենք մեր ծառայական վիճակը ու չենք ուզում լսել Տիրոջը։ Ես համոզված եմ այսպիսի վիճակը, երբ որ Տերը իր առաքյալի միջոցով քարոզում է, մարդիկ լսում են ու միանգամից փոխվում է իրաց միտքը ու ասում են, այստեղ ես սխալվել եմ, Տեր ներիր ինձի, որովհետև ես քեզ Տեր եմ ընդունել, ես ընդունել եմ որպես այն անձնանություն, որ ինձ տիրություն անի, բայց տեղեր կա, որտեղ որ ես չեմ ենթարկում քեզի, խնդրում եմ ներողություն խնդրի։ Տեսեք, ինչ եղավ արդարին, որպես արդար ընդունելը։ Ինչ եղավ մարդկանց վիճակը։ Գործ Արաքելոց 2-րդ գլուխ 41-42 համարները։ Արդեն լսեցին ու հիմի տեսեք ինչ է կատարում։ Եվ նրանք որ նրա խոսքը հոժարությամբ ընդունեցին, մկրտվեցան եւ այն օրը 3000-ի հոգի ավելացավ։ Եվ միշտ հետևում էին առաքյալների վարդապետությանը եւ հաղորդակցությանը եւ հացի կտրելը եւ աղոթքներին։ Հետաքրքիր է ոնց է մարդու կյանքը փոխում, երբ որ մարդը իր սխալները տեսնում է։ Ոնց է մարդը դառնում այն մարդը, որն որ այդ արդարին ընդունելով նրան որպես արդար է ընդունում։ Ինչքան փոփոխություն է մարդու կյանքի մեջ։ Իմ սիրելիներ, շատ կարևոր է, որպեսզի մենք ոչ թե ամեն անգամ ձգտենք ծածկել մեր սխալները, ինչ որ արդարություն անելով, որովհետև ես կարող եմ ձեր առաջ արդարանալ, իմ արած գործողության համար, ու ինչ որ մեկի վրա քցել, այն ինչ որ ես արեցի, նրա պատճառով արեցի, բայց ես Տիրոջ առաջ կարող եմ արդարանալ։ Արդարը որին ես ընդունում եմ որպես արդար, նրա առաջ ես կարող եմ արդարանալ։ Էլի եմ ասում շատ անգամ մեր արդարանալը այնքան անիմաստ է դառնում, ես իմ մասին եմ խոսում, որ ինչքան լավ կեղնի, որ մի անգամից ասես, այո, Տեր, սխալվել եմ, ներիր ինձի։ Տերը չի ների քեզի, ոնց չի ների, բայց չէ մենք բարդացնում ենք ամեն անգամ մտածելով, որ ինչ որ մի բան պետք է ասեմ, չէ, իմ արդարանալու համար, թե ես ինչ որ բան եմ արել ու դրան պետք է արդարացնեմ։ Այստեղ նայեք հետաքրքիր բանը, մարդիկ լսելով, որ իրանց մասին էր ասում, որ դուք վերցեցիք, դուք խաչեցիք, դուք այն հանցագործին ավելի գերադասեցիք քանսե արդարին, նրանք միանգամից զղջացին ու ասեցին, ինչ անենք։ Ինչ պետք է անենք, պետք է ապաշխարենք, որպեսզի մեր Տեր ասելը Հիսուս Քրիստոսին իրականում տիրություն ունի, մենք պետք է ապաշխարենք, եթե մենք չապաշխարեցինք, այդ ծանրությունը մեզ վրա է ժողովուրդ։ Ինչքան ուզում ես դու մտածի, որ ես կարողացա դուրս գալ այս վիճակից, այս սիտուացիից դուրս գալ, չես դուրս եկել, այդ ծանրությունը քո վրա է։ Ու գիտեցի, որ այդ ծանրության վրա էլի ծանրություն կգա, եւ երբ որ մենք սովորություն ունենք արդարանալու, այդ արդարությունը մեզ վրա ավելի ու ավելի է ծանրանում։
Հիշենք Դավիթին։ Դավիթը չէր գիտա, որ ինքը սխալ գործեց, երբ որ Ուրիայի կնոջ հետ պարկեց։ Ո՞նց չէր գիտա։ Ինքը օրենքի մարդ էր։ Ու օրենքի մարդ լինելով ինքը գիտեր, որ ուրիշի կնգա հետ պարկելը դա պոռնոգություն է կոչվում։ Բայց հիշում եք իր Սաղմոսը ինչպես է ինքը ներկայացնում։ Ամեն օր իմ թաթությունը ամառվա չորության նման էր։ Եվ օրեցօր Աստծո ձեռքը ծանրանում էր իմ վրա։ Դավիթը ինչ է, մի անգամից զգացու գնաց ապաշխարեց, չէ։ Իր համար զգում էր, որ ինչ-որ լավ բան չի իր կյանքում կատարում։ Զգում էր, որ ծանրություն կա, բայց միևնույն է դիմանում էր, մինչև եկավ այն անձրավորությունը, որն նրան հանդիմանեց։ Նաթան կոչված մարգարեն, որ Աստվածանից ուղարկված էր, որ նրան հանդիմաներ ու դրանից հետո ինքը խոստովանեց ու ասում է հանգստություն եղավ։ Շատ անգամ մենք այդպես ենք, գիտեք, պատերազմում ենք, ուզում ենք, որպեսզի այն մեղքը, որն որ փոխանակ կարողանանք դեն գցել, մեզ վրա պահում ենք, ծանրանում է, բայց երբ որ իրական ապաշխարություն է գալիս, թեթևանում ենք, երբ որ մենք ենթարկվում ենք արդարին։ Երկրորդ կարևոր բանը, առաջինը, եթե մենք արդարին որպես արդար ենք ընդունում, եթե ու չենք ենթարկվում, մենք սուտ ենք խոսում ու մեր աստվածապաշտությունը ճիշտ չի։ Արեք մտածենք, ինչքանով ենք մենք ենթարկում նրան, իսկ ենթարկվելը Աստծո խոսքից է։ Աստված հիշեցնում է իր խոսքից, թե ինչ պետք է անենք մենք։ Երկրորդը, Առաջի Հովհաննես 29-րդ գլխի երկրորդ մասն է։ Ներեք Կիմանաք, թե ամեն ով որ արդարություն է անում, նրանից է ծնված։ Մենք 5 շաբթի օրը այս գաղափարները ուսումնասիրում ենք, անցյալ 5 շաբթի խոսացինք արդարություն անել։ Ինչ է իրայից ներկայացում արդարություն անել։ Ես միտեղ եմ ուզում Հովհաննես ավետարանից կարդալ ներողություն, Հովհաննես թղթից առաջի Հովհաննես 3 գլուխ 7-րդ համարում, տեսեք ինչ է ասում մեր եղբայր Հովհաննեսը։ 1 Իոաննա 3 глава 7 стих։ Մանկուկ, ոչ ոք ձեզ չխաբե, նա որ արդարություն է անում, արդար է, ինչպես նա, այսինքն Քրիստոսն է արդար է։ Ինչու է մեզ ներկայացնում Աստծո խոսքը Հովհաննես առաքյալը որպես մանուկ։ Ինչի մենք երեխա ենք, այո, շատ անգամ երեխայություն ենք անում։ Ցավոք սրտին նորից եմ ասում, երեխայի նման ձգտելով իր ասածը անել, մենք շատ անգամ խախտում ենք Աստծո գործողությունը ու Աստծո խոսքը մեզ հիշեցնում է, չխաբվեք ժողովուրդ։ Զգույշ եղեք, որ չխաբվեք, որովհետև խաբվելով դուք կարող եք շատ վատ հետևանքի առաջ կանգնել։ Հռոմեացոց թղթի մեջ է, տեսեք ինչ է ասում, Հռոմեացոց 2 գլխի 13 համարը։ Римлянам 2 глава 13 стих։ Որովհետև ոչ թե օրենք լսողներն են արդար, ներողություն, որովհետև ոչ թե օրենք լսողներն են Աստծո առաջ արդար, այլ օրենքը կատարողը կարդարանա։ Լսելը մի բան է, այո, ես գիտեմ, ով ասաց որ չեմ գիտա։ Ես գիտեմ, որ Հիսուսը Աստված է։ Պարզ է, որ գիտես, բայց նորից եմ ասում, երբ որ դու գիտես, որ Հիսուսը Աստված է, ինչքանով ես դու ենթարկում ես Հիսուսին, որին դու Աստված ես համարում։ Այս է երկրորդ հարցն է։ Առաջինը լավ է, գիտելիքը շատ կարևոր է, իմ սիրելիներ։ Բայց ինչքանով ենք ենթարկվում մեր պրակտիկ կյանքի մեջ, սրանից է ելած այն ամեն գաղափարները, ինչ որ պետք է։ 5 շաբթի օրը ներկայացրեցի մի քանի համարներ հին ուխտիցը, ուզում եմ այսօր էլ ներկայացնեմ, բայց որպեսզի մենք մտածենք դրա մասին, քանի որ ել եմ ասում, մենք կարող ենք ասել գիտեմ, օրենքի ամեն կետերը կարող ենք ներկայացնել, ամեն ինչ տեղին ասել, բայց ինչպես է այդ օրենքը մեր կյանքի մեջ գործում, սա շատ կարևոր է բոլորիս համար։ Եզեկիելի մարգարեությունում 18-րդ գլխի 5-ից 9 համարներում լսեք ինչ է ասում Աստված։ Եզեկիելը 18 глава 5 по 9 стихи։ Եթե մեկ մարդ արդար է,
Այ մենք ասում ենք, որ մենք արդար ենք։ Չենք ասում, որ մենք մեզանով ենք արդար։ Մենք ասում ենք, որ արդարացած ենք Քրիստոսի արդարությունով։ Լավ, ասեցինք, բայց մի տեսեք ինչ է ասում։ Եթե մեկ մարդ արդար է եւ գործե իրավունք եւ արդարություն։ Շատ լսեցեք։ Սարերի վրա չուտ է, այս կրապաշտության հետ է կախված այդ հրեական բանը բարձունքներում։ Եվ աչքերը չբարձրացնե դեպի Իսրայելի տան կուրքերը։ Եվ իր ընկերի կնկանը չպղծե եւ իր ամսական ամակրության մեջ լինող կնոջը չմոտենա եւ մարդին չզրկե նրա պարտքի գրավը ետ դարձնե բռնությունով բան չհապշտակե իր հացը սովածին տա եւ մերկին հանդերձ հագցնե վաշխով փող այսինքն պարտքով պրոցենտով տոկոսով փող չտա եւ տոկոս չառնե իր ձեռքը ետ քաշի անօրությունից ճշմարիտ դատաստանը անե մեկի եւ մյուսի մեջտեղը նա իմ օրենքով է գնում եւ իմ իրավունքները պահում է որ ճշմարտություն անե նա արդար է եւ նա անպատճառ պիտի ապրի ասում է Տեր Եհովան Գիտեք մենք շատ ենք լսել կարող է մենք ինքներս ենք շատ անգամ ասել երբ որ եկել են մեզի ժամանակին վկայել են ու ասել են դու պետք է ապաշխարես ու մենք սկսել ենք թվալ ինչի պետք է ապաշխարեմ ու այդ ապաշխարության հակառակ որ մենք չպետք է ապաշխարենք որովհետև մեր կյանքում ամեն ինչ լավ է սկսել ենք ես մարդ չեմ սպանել գողություն չեմ արել այս չեմ արել ու սկսում ենք թվել այն բաները որ նոր իրականում մեր կյանքի մեջ չկա բայց Եզեկիել մարգարեն Աստվածանով լցված ինքը հիշեցնում է որ մենակ չանելը չի որ մեր կյանքը ապացուցում է որ մենք արդար ենք անելն էլ կա անելն է կա Երբ որ ես արդար եմ ու ես մարդ չեմ սպանում, գողություն չեմ անում, բերանս մաքուր եմ պահում, ուրիշ շատ բաներ ինչ որ Աստված արգելել է։ Բայց արեք մի հատ հետաքրքիր բան ասեմ։ Ոչ թե այն հաց տալն է ուրիշ բաները, մենակ առաջի հետ ես չեմ ծառայում ընդհանրապես Տիրոջ։ Ինձ համար Տիրոջ ծառայելը գնալ գալն է։ Եկա, նստեցի, բարի եղեք, ընդունեք ինձ որպես կա։ Ու գնացի։ Եկա նստեցի շաբաթը մի անգամ եկա արեցի իմ գործերը բայց իմ ծառայությունը դրանով վերջացավ ժողովուրդ ինչ արդարություն որ արդարության մասին է խոսքը երբ որ դու քո Տիրոջ ասած խոսքին հակառակ չես ուզում Տիրոջը ծառայես երբ որ Տերը քեզ հանձնարարական է տվել մեծ հանձնարարական վիլիկը է поручение գնա եւ ամբողջ աշխարհը ավետարան կարոզի իսկ դու չես ուզում բերանդ բացել ու ինչ որ մեկին վկայություն տալ Դու ասում ես որ ես երբ որ կասեմ պետք է իմ մասին ես իմ ինչ ասես ասեմ ավելի լավ է բերանսպակ ես խոմ եկեղեցի եմ գալի ես խոմ մարդ չեմ սպանում գողություն չեմ անում այս չեմ անում այն չեմ անում բայց Տերը արդարություն է համարում ոչ թե մենակ տեսեք Եզեկը ես նորից եմ խնդրում շատ հեշտ է եթե հիշեք 18:5-9 կարծացեք տունը այդ բանը ու տեսեք որ Եզեկիա մարգարեն մենակ արգելքների մասին չի խոսում Նա խոսում է նաև այն գործերի մասին, որ նոր ամեն հավատացյալ պետք է անի իր կյանքի մեջ։ Ու եթե մեկը կա, մյուսը չկա, արդարություն չի կարող եղնի։ Աստված չի կարող արդար համարել։ Ու մենք արդարացած չլինելով, արդարություն չենք անի, բնական է, երբ որ արդարություն չի անում, ինքը վերստին ծված չի կարող եղնի։ Գրված է, եթե մենք արդարություն ենք անում, այն ժամանակ մենք ծնված ենք նրանից։ Իսկ արդարություն գիտեք մի ամբողջ, էլի որ վերցնեմ մի հատ ամբողջ քարոզ էլի կարելի է տալ, թե ինչ է նշանակում արդարություն անել։ Բայց ուզում եմ որպեսզի դուք էլ վերցնեք այդ բանը ու ձեր կյանքի մեջ նայելով ձեր կյանքը, քննության ենթարկեք ձեր կյանքը եւ տեսնեք թե ինչքանով դուք արդարին պատկանող արդարություն եք անում, որ կարողանանք եզրակացնել, որ իրականում ես այս կյանքի մեջ ձգտում եմ արդարին ընդունելով արդարություն անել, դրա համար ես կարող եմ վկայել, որ ես վերստին ծնված եմ։ Հետաքրքիր է, երբ որ մենք նորից մի անգամ վերադառնանք Հովհաննես Արաքյալին, ինքը արդարություն անելով չի ներկայացնում մեզ որպես այն բաները, ինչ որ Աստված արգելում է, ես խոմ չեմ անում, կամ ինչ որ Աստված ասում է, ես խոմ ձգտում եմ անել, չէ, ինքը առաջի հերթին ասում է, եթե քո կյանքի մեջ կա արդարություն, եթե դու արդարություն ես անում, ուրեմն դու վերստին ծնված ես։
անում ես թե չէ արդարություն կամ անում եմ թե չէ ես արդարություն, արեք ամեն մեկս մեր մասին մտածենք, որովհետև եթե ամեն մեկս մտածելով մեր մասին գանք այն եզրակացության, որ իրականում ես ձգտում եմ Տիրոջը որպես Տեր ընդունել ու նրան ենթարկվել ու ես ձգտում եմ Տիրոջ համար արդարություն անել, որ իմ շուրջը գտնող մարդիկ տեսնեն, որ ես իրականում պատկանում եմ արդարին, այն ժամանակ ես վերստին ծնված եմ ու այն ժամանակ ես կարող եմ գործել Հիսուս Քրիստոսի փառքի համար ու այն ժամանակ Հիսուսը ինձ կառաջնորդի ու ես օրերից մի օր, երբ որ այս կյանքից կհեռանամ, կամ թե չէ Հիսուսը գա ինձի տանի դեպի հավիտենական կյանքը, ես հավիտենական կյանք կունենամ իմ Տեր Հիսուս Քրիստոսի հետ միասին։ Դրա համար Տերը բոլորիս օրհնի։ Մտածելու բան տա, նայենք մեր կյանքին։ Նորից եմ ասում, մենք կարող է շատ երկար ժամանակվա հավատացյալներ ենք, բայց ինչքանով ենք նայում մեր կյանքին, ամեն օրվա կյանքին, սա շատ կարևոր է, որպեսզի ինչ որ միտեղ չշեղվենք ու չընկնենք արդարությունից ու չկորցնենք մեր ուրախությունը, որն որ ունենք արդեն Հիսուս Քրիստոսի զոհի միջոցով։ Տերը բոլորիս օրհնի, թող միշտ փառավորվի հիմա եւ հավիտյանս հավիտենից։ Ամին։